Կոտայքի մարզի բռնցքամարտի նորաստեղծ ֆեդերացիան ևս ամփոփում է տարին։ Այս մարզն իր ուրույն տեղն ունի հայկական բռնցքամարտում եւ 2025 թվականն էլ բացառություն չէ։ Մեկ տարվա քրտնաջան ու հետևողական աշխատանքն աննկատ չի մնացել։ Երբ որ ստեղծվում էր ֆեդերացիան, մենք բարձրաձայնեցինք, որ այս ծրագիրը պիտի ոգևորիչ լինի մյուս ֆեդերացիաներին եւ մյուս մարզերին, որտեղ մարզային ֆեդերացիաները մեծ դերակատարում ունեն, որը խթանում է տեղում մարզաձևի զարգացումը, առողջ ապրելակերպի տարածումը, ինչպես գիտեք, ազգային օլիմպիական կոմիտեն պարոն Ծառուկյանի գլխավորությամբ մի նոր նախագիծ է սկսել սպորտը հանուն մեր երիտասարդների, սպորտը թմրամոլության դեմ պայքարի, չարիքների դեմ պայքարի, iPhone-ների դեմ պայքարի ծրագիր է, ես ուրախ եմ, որ նաև դուք շատերդ ես գիտեմ, որ միացել եք այդ ծրագրին։ 2025 թվականին մարզի բռնցքամարտիկները նվաճել են 2 տասնյակից ավելի մեդալ։ Կոտայքից աչքի են ընկել Նարեկ Մանասյանը, Արթուր Սահակյանը, մեդալակիներ կան նաև երիտասարդական ու պատանեկան մրցաշարերում։ Հարգելի մարզիկներ, մարզիչներ, ողջունում եմ նախև առաջ ձեզ։ Շնորհավորում եմ այս տարվա արդյունքների համար, որովհետև հաղթանակները մեծ են եղել ու զգալի արդեն։ Եվ դա դեռ սկիզբն է։ Եվ ուզում եմ ավելացնել, երևի շատերդ չգիտեք, ես առանձնահատուկ բռնցքամարտին ինչի համար եմ ուշադրություն դարձնում եւ սիրում եմ այդ սպորտը, դրա համար, որովհետեւ իմ առաջի սպորտը եղել է հենց բռնցքամարտը։ Ինձ համար մեծ պատիվ է, ես պատիվ եմ ապրում այդ հաղթանակները տեսնելով, այդ հաղթանակները զգալով, համարում եմ այդ հաղթանակները իմը, իմ բոլոր հայրենակիցներին, մեր ազգինը։ Ինչպես եւ տարեսկզբին խոստացել էր Կոտայքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ծառուկյանը, լավագույնները պարգևատրվում են։ Ի նշան երախտիկի ֆեդերացիայի լոգոտիպով խորհրդանշական նվեր Հովհաննես Ծառուկյանին։ Հավաքականի կողմից այս բռնցքամարտի ֆեդերացիայի էմբլեման հանձնել ձեզ եւ մեր շնորհակալությունը հայտնենք։ Մարզում բռնցքամարտը աջակցությամբ Հովհաննես Ծառուկյանի մեծ վերելք է ապրում։ Ունեցել ենք բազմաթիվ մրցանակակիրներ, հաղթողներ, Եվրոպայի եւ աշխարհի մասնակիցներ։ Հավաստում եմ, որ դեռ արդյունքները առջևում են, ունենալու ենք ավելի մեծ ու մեծ նվաճումներ։ Աջակցությունը շատ կարեւոր էր։ Ձևավորվեց մարզում ֆեդերացիան, որը մեծ ներդրում բերեց, նաեւ հոսքն է շատացել մարզիկների մարզադպրոցներում։ Ու ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նորանոր հաջողություններ 2026 թվականին։ Այս տարի հայկական բռնցքամարտն արձանագրել է իր պատմության լավագույն արդյունքը։ 2026-ին սպասելիքները կրկին մեծ են։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։